Ուժայինների հակաօրինական գործողությունների պատճառով հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմում առավոտից խաթարվել է ծիսարարողական կյանքն ու հոգևոր հովիվների ծառայությունը։ Մայրաթորն է այս հայտարարությունը տարածել հակաեկեղեցական արշավի ընթացքում վերջին սկանդալային ձերբակալությունների մասին։ Մարդիկ գնացել են պսակադրության եւ հոգեվորական չկա, գնացել են հուղարկավորություններ են տեղի ունեցել առանց հոգեվորականի, այս է իրավիճակը։ Օշականի, Սաղմոսավանքի, Մուղնիի, Բյուրականի եւ մի քանի այլ եկեղեցիների հոգևոր հովիվներին են տարել իրավապահները։ Եկեղեցու հեղինակությանը հարվածելու, վախի ու տագնապի մթնոլորտ տարածելու չարամիտ դիտավորություն է Արագածոտնի թեմի առաջնորդի ձերբակալությունն ու թեմում ծառայող 12 հոգևոր հովիվներին բերման ենթարկելը, կարդում ենք Մայրաթորի տարածած հայտարարությունում։ Աննախադեպ է իրավիճակը եւ միանշանակ մեզ համար մտահոգիչ եւ միանշանակ դատապարտելի այս հակաեկեղեցական արշավը եւ այս հետապնդումները, շինծու մեղադրանքները ցավալի է իրողության առջև են կանգնած։ Որևէ կապ չունի այն, որ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանը ամենայն հայոց կաթողիկոսի քրոջ որդին է, ասում է Տեր Եսային։ Ըստ նրա սա անձերի խնդիր չէ։ Տեսեք կոնկրետ խնդիրը անձերի մեջ չի, խնդիրը կոնկրետ եկեղեցու դեմ է պայքարը։ Մայրաթորի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի խոսքով առավոտյան Արագածոտնի թեմի քահանաներից մեկի ընտանիքն է զանգել Մայրաթոր, ասել, որ բերման են ենթարկել թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանին ու 1 տասնյակից ավելի քահանաների։ Տեր Փարենի ընտանիքն է առաջին ինձ տեղյակ պայել այդ մասին։ Հայաստանի իշխանություններին Մայրաթորը մեղադրում է տոտալիտարիզմին բնորոշ բռնաճնշումներ անելու, կրոնական ազատության իրավունքը ոտնահարելու, հավատացյալների կրոնական զգացմունքները վիրավորելու, ատելություն տարածելու եւ հանրային պառակտման համար։ Էդգար Ղուշյան, Միլենա Պողոսյան եւ Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։